Պատերազմում եւ գոյության պայքարում հաղթականի գրավականը նոր սերունդ է, հենց այդ պատճառով պետությունը իր հնարավորության սահմանում խրախուսում է ծնելիությունը։ Հայտնի է, որ երրորդ երեխայի համար կառավարությունը վճարում է 1 միլիոն դրամ, որի կեսը կանխիկ, մյուս կեսը անկանխիկ, փոխանցվում է ընտանեկան դրամագլխի հաշվեհամարին։ 2014-ից մինչև այս նոյեմբեր այդպիսի հաշվեհամարների է փոխանցվել 6 միլիարդ դրամ։ Սա նշանակում է, որ հայկական 12,000 ընտանիքներում վերջին 2 տարում արդեն ծնվել է երրորդ երեխան։ Անկանխիկ գումար ընտանիքներ կարող էին տնօրինել սեփական հայեցողությամբ, բայց հստակ ուղղությամբ բնակարան գնելու, հիպոթեկային վարկերը մարելու համար։ Այդ սահմանափակման նպատակը հետևյալն է՝ ստեղծել այնպիսի պայմաններ, որ ընտանիքները գոնե գումարի կեսը ծախսեին ոչ թե ընթացիկ խնդիրների վրա, այլ երկարաժամկետ պլաններ կազմեին։ Ու գաղափարը կարծես թե իրականություն է դառնում։ Դրանում համոզվել է Նայիրի Մուրադյանը։ Ջիլ համայնքի առաջին դրամային միլիոնատերն ու առաջիններից մեկը, որը կարողացավ թեթևացնել ծնողների հոգսն ու վարկային պարտավորությունները։ Ղարիբյանների ընտանիքը չէր էլ պատկերացնում, որ փոքրիկ գոռի ծնվելուց հետո իրենք դրամական պարգև կստանան 1 միլիոն դրամ։ Զարմանալի է, որ բանալին ասեն եկեք խոշոր շահում ունեք, եկեք ստացեք բանը դες։ Ասենք մեր համար մենք երեխան ուրախանում ենք բան գնացեք գումարը ստացան։ Գոռը մեր համար տուն պարգև է ստանա։ Կառավարության որոշումն է, երրորդ եւ չորրորդ երեխայի ծնվելու դեպքում ընտանիքը պետք է 1 միլիոն դրամ ստանա, 5-րդ եւ հաջորդ երեխաների դեպքում 1.5 միլիոն դրամ։ Ղարիբյաններին հենց գումարը ստանալու օրն էին տեղեկացրել։ Միլիոնի կեսը կարող են կանխիկացնել, մյուս կեսը անկանխիկ օգտագործել ընտանիքի բոլոր անդամների առողջության ապահովագրության, ուսման վարձի, հիպոթեկի մայր գումարի եւ դրա տոկոսների մարման համար։ Երկար ժամանակ գործազուրկի կարգավիճակում հայտնված Սարգիսին գումար էր անհրաժեշտ, հիպոթեկ էր վերցրել տունը նորոգելու համար։ Նա որոշեց 500,000-ը ուղղել 1 միլիոն 300,000 դրամ հիպոթեկի մարելուն, մյուս 500,000-ն էլ ցեմենտի համար։ 500-ը հիպոթեկային վարկ ունեի, փոխանցեցին ընդ կաֆելա, մետլախ, լամինատ, վերջ, մի որոշ չափ օգնություն էր էլի։ Հիմա Ջիլ համայնքում բոլոր բազմազավակ ծնողները Սարգիսից են տեղեկանում, ինչպես տնօրինել այսպես կոչված ընտանեկան դրամագլուխը։ Սոցիալից էլ ասեցին, որ բանի բժշկության համար ոսկի կարաս այդ գումարը հանես, կանխիկացնես, իրանք փոխանցեն։ Հիպոթեկային վարկ պետք է որ տուն սարքես, երեխու համար ծախսես, կամ երեխան 18 տարեկան լրանան ու այդ գումարը կանխիկացվի։ Կառավարությունն ընդլայնել է ընտանեկան դրամագլխի հաշվեհամարին եղած անկանխիկ գումարի տնօրինման ցանկը։ 2015-ի նոյեմբերից սկսած ընտանեկան դրամագլխի հաշվին եղած անկանխիկ գումարը հաշվետերը, նաև դրա տնօրինման իրավունք ունեցողները, ծնողները, երեխայի քույրերը, եղբայրները կարող են այն օգտագործել նաև հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային մինչև 1000 բնակիչ ունեցող գյուղական բնակավայրերում բնակարան, բնակելի տուն կամ այլ անշարժ գույք գնելու, գյուղատնտեսության ոլորտում տրամադրված վարկի տոկոսագումարը վճարելու եւ մայր գումարը մարելու համար։ Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ սահմանամերձ, լեռնային, բարձր լեռնային մինչև 1000 բնակիչ ունեցող համայնքներում քչերն են հիպոթեկային վարկ վերցնում։ Կառավարությունն էլ այս փոփոխված նախագծով այդ համայնքների բնակիչներին հնարավորություն է տալիս անշարժ գույք ձեռք բերել եւ մարել գյուղվարկերը։ Հաշվի առնելով նպատակային նշանակությունը, քանի որ ընտանիքները գյուղում բնակվող բնականաբար օգտվում են նաև այդ պարկերից, կառավարության կողմից նաև սուբսիդավորվող, որոնք ուղղվում են բնականաբար ընտանիքի բնականon գործունեության ապահովմանը, եկամտաստեղծ գործունեությանը։ Եկեք հələ տեսնենք։ Ցականյանների ընտանիքն է Այգուտ համայնքի բազմազավակ ընտանիքներից մեկը։ Կես տարուց էլ քիչ ժամանակ է անցել, որ Ոսկանի 5-րդ երեխան ծնվեց։ Դե 4 աղջիկ էր, ասենք տղա ունենանք, նա 5-րդ տղա ծնվեց։ Ոսկանի ընտանիքը մեծացավ ու դրան զուգահեռ մեծացավ նաև նրա ընտանեկան օգսը։ Կարելի ասել Ոսկանը նաև առիթ դարձավ, որ ընտանեկան դրամագլխի օգտագործման ուղղություններն ընդլայնվեն եւ օրենք փոխվի։ Երկար տարիներ ապրել է համայնքի սողանքային հատվածում գտնվող բնակարանում։ Տունը վթարային է եղել։ Մոտ 2 տարի նա ցանկանում է վարձակալած բնակարանի սեփականատեր դառնալ, գնել այն, սակայն հնարավորություն չունի։ Նա դիմել է սոցիալապահովության տարածքային բաժին, առաջարկել, որ հնարավորություն տան իր հաշվին եղած անկանխիկ գումարով տուն գնի։ Խնդրեցինք, եթե կարան ընդառաջեն, ասենք հետ փող հանենք այդ միլիոնը։ Բնակարանի հարց լուծենք, էլի բնակարան գնենք ստեղ գյուղում։
Ոսկանի առաջարկը կառավարություն հասավ, գործադիրը քննարկեց ու եզրակացրեց։ Ցականյանը ողջամիտ առաջարկ է ներկայացրել։ Հետաքրքրականն այն է, որ կառավարությունն ընդունեց Ցականյանի առաջարկը, սակայն նա հնարավորություն չունեցավ օգտվել դրանից։ Բանն այն է, որ նրա համայնքը Այգուտը ընդգրկված չէ կառավարության որոշմամբ սահմանված 600 համայնքների ցանկ։ Գործադիրը տեղյակ է, քայլեր կձեռնարկի, որ Ցականյանն ու այդ համայնքի մնացած բազմազավակ ընտանիքները եւս օգտվեն փոփոխված նախագծի ընձեռած հնարավորությունից։ Մեր խնդրանքը չեն մերժել, ընդառաջել են։ Կարանք արդեն այդ գումարով ձեռք բերենք էլ մեր գրիշ ունենանք ոնց ասած։ Ընտանեկան դրամագլխի համակարգից առաջիկայում հնարավորություն կունենա օգտվել նաև Այգուտ համայնքի բնակիչ Ոսկան Ցականյանը։ Նրա ընտանեկան դրամագլխի հաշվի համարին նա կարող է ավելացնել եւս մի քանի 100,000 դրամ եւ կարող է գնել այս բնակարանը։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ուսումնասիրությունների համաձայն 2014-ից սկսած 2015-ի նոյեմբերի դրությամբ ընտանեկան դրամագլխի համար նախատեսված հաշվի համարներին պետությունը փոխանցել է մոտ 6 միլիարդ դրամ։ Դրանից 200 միլիոնն է միայն օգտագործվել, 200 միլիոնից 100 միլիոն դրամն ուղղվել է հիփոթեկային վարկերի մարմանը։ Ընտանեկան դրամագլխի օգտագործման նախագծի այս փոփոխված տարբերակն առաջին հերթին լուծում է ժողովրդագրական խնդիրներ, խթանում ծնելիության աճը եւ նպաստում, որ սահմանամերձ բազմազավակ ընտանիքները երկարաժամկետ ծրագրեր կազմեն իրենց բնորանում։ Նայիրի Մուրադյան, Ալբերտ Գալստյան, Բանաձև։